Ուրա Գևորգը, բաճես, Գևորգին բաճե, Գևորգիս, բաճե, բույս, բույս։ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Կանդալյանի եղբայրն է Գևորգը։ Ուղիղ 1 տարի է իր ներկայությամբ փոխել է տան մթնոլորտը։ Ընտանիքի կյանքը 2020 թվականից գլխիվայր շուռ էր եկել։ Ամեն ինչ կորցրել էր իր գույնն ու իմաստը։ Ողբերգությունից առաջ ունեցած կյանքին վերադառնալու որոշումն այն գիտակցված ընտրությունն էր, որ կայացրեց Կանդալյանների ընտանիքը։ Անտեսանելի ուժով լուսավոր կետ դարձավ նրա ծնունդը, որը երիտասարդ ամուսիններին թույլ չտվեց վշտից խենթանալ։ Որդու զոհվելուց 4 տարի անց կյանքը նորից իմաստավորվել է ընտանիքում։ Մեր տունը ոնց որ ամայի, դադարք, չէ, մտածեցինք ես ու ամուսինս աղջիկս, այսպես չի լինի, մենք կգնանք խելագարության, որպես մեզ պոպան, որպես մեզ ապրելու ուժ կդանք մեր մեջ, ունեցանք փոքրիկ Գևորգին, որ մեծանա, իր ախոր բացը լրացնի, ջան։ Կյանքի, սիրո եւ հույսի ծնունդ է Գևորգը, եղբոր անվանադիրը։ Տան ուրախությունն է ժպիտ է բերել ծնողների դեմքին։ Փոխել է տան մթնոլորտն ու տրամադրությունը։ Իրոք փոխեց։ Չնայած մեր Գևորգը մեր մտքում է, մեր սրտում է, բայց այս փոքրը փոխեց, մեկ քիչ ժպիտ բերեց։ Մեր առավոտ կելնենք Իրանով, մինչև իրի գունը քնել է Իրանով։ Մենակ մեր զբաղմունքը Գևորգն է։ Իրոք մեր զբաղմունքը Գևորգն է։ Նույնիսկ բաբան դերսում ինչ գործ ունենակ, թողնա հանգար սխալվիմ Գևորգի ձայնը լացը լսե։ Ինչ եղավ վազելով։ Մեզի մարդը զգալու համար այս երեխեն շատ բան փոխեց։ Շատ տխուր էինք։ Իրանից հետո լրիվ փոխվել։ Ամեն օր ու ժամ, րոպե, լուսանկարից նայող որդու հետ ծնողների զրույցներին ներկա է 1 տարեկան Գևորգը։ Որդեկորույս ընտանիքներում ծնված երեխաները չեն փոխարինում զոհված եղբայրներին, բայց իրենց գոյությամբ ընտանիքին վերադարձնում են կյանքի իմաստը։ Ոչ միայն անունով Գևորգի ծնողները դիմակծերով ու բնավորությամբ փոքրիկի մեջ փնտրում ու գտնում են զոհված որդու դիմակծերն ու բնավորությունը։ Լրի, ոնց որ իմ մեծ Գևորգս փոքրանա, ես իրան տեսնեմ։ Իրա հետ ժերությունը, իրա չարությունը, աշխուժությունը լրիվ իմ մեծ Գևորգս է։ Լավ, Գև։ Ջան։ Նույն անունով են կոչել փոքրիկին, որ 22-ամյա որդու կարոտը մեղմեն։ Գևորգը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտել էր 2019 թվականին։ Բանակում պատվով շնորհակալագրերով ծառայած տղան ապագայի նոր ծրագրեր էր պլանավորում, որոնք անավարտ թողեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Կանչեցին, հենց առաջ օրը մեկնել է հավաքներին։ Հոկտեմբերի 3-ին իրենց ամբողջ այդ իրանց տղաներով մի 500 հոգի տարել են ուղիղ Ջաբրայել։ Հոկտեմբերի 3-ին արդեն ջրականի Ջաբրայելի պաշտպանական դիրքերում են եղել։ Մայրը Ցողիկը պատմում է, պատերազմի առաջին օրերին ոչ մի տեղեկություն չէր կարողանում ստանալ դիրքերից։ Հետո Գևորգից ստացվող հատուկեն թեռախոսային զանգերը միայն 2 բառով էին սահմանափակվում, որ ամեն ինչ լավ է։ Իր սիրած բառը Մերաջան, ամեն ինչ լավ է, լավ կլինի, կուկանք, շատ լավ կլինի։ Ինչ մարդեր են արել, ինչ են արել, մի բան Գևորգի բերանից ես չեմ իմացել, ամեն ինչ լավ է։ Զոհվելուց 3 օր առաջ էր զանգել, երբ մի պահ լռել էր կրակոցի ձայները։ Քավորի որդու ծնունդն է շնորհավորել։ Այդ օրը ու վերջին անգամ ամենաերկար զրույցն է եղել որդու հետ։ Հոկտեմբերի 16-ին թեժ մարտերում մարտական ընկերների հետ անօթաչու թռչող սարքի հարվածից զոհվում է Գևորգը։ Ամեն առավոտին ես գիտեմ իմ Գևորգս իմ հետ է, բարի լույս Գևորգ ջան, բարի գիշեր Գևորգ ջան, կամ կսրուցեմ, կարող է ժամանակ լինի, չկարողանամ գերեզման գնամ, այստեղ ինքը իմ հետ է, իմ մտքում է միշտ իր հետ խոսենք։ Անտեսանելի ուժով ու կամքով Կանդալյանները որդու ծնունդով կյանքին նոր իմաստ են բերել։ Հունվարի 5-ին 1 տարեկան դարձած Գևորգի ծննդյան օրը մկրտել են փոքրիկին, նշել ատամհատիկը։ Օրերը արագ կանցնեն ու կգա Գևորգին դպրոց ճանապարհելու ժամանակը, ժպիտով ասում են Ցողիկն ու Աշոտը, եւ հենց սա է նրանց համար կյանքի պարգևած հրաշքը։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։